Երբևէ դադարել եք դիտարկել, թե ինչպես են մարդիկ հաճախ արձագանքում, երբ նրանք քննադատություն կամ սադրանք են ստանում, ընդհանուր է զգալ կրծքավանդակի մեջ այդ ակնթարթային ջերմությունը, կարծես կայծը լույս կտա ներսից։ Առաջին ցանկությունը նույն մետաղադրամի վրեժխնդրությունն է, բացատրեք, ապացուցեք, որ ճիշտ է, ցույց տվեք, թե ով է առաջարկվում, մյուսին դասավանդեք, այնուհետև քննարկումը սկսվում են ճիչերը, փաստարկների ճակատամարտը, եւ վերջում։ Դուք սպառված եք թողնում, տրամադրությունը ծանր է դառնում, օրը փչացած։ Է թվում, ավելի վատն այն է, որ չնայած կարծում եք, որ հաղթել եք, իրականում կորցրել եք, որովհետև, ինչպես ասաց Պապը, եւ հրեական պապերը միշտ ունեն հատուկ իմաստություն։ Մի պայքարում, ով հաղթում է, ով գիտի, թե ինչպես կարելի է փակել։ Երբ ես երեխա էի, ես այնքան էլ չէի հասկանում այս գաղափարը, ինչ նկատի ունեք լռել, եթե ես չպատասխանեմ, ինչպես եմ ապացուցելու, որ ճիշտ եմ, այդ քորը ներսից ինքն իրեն պաշտպանելու անհրաժեշտությունը ավելի ուժեղ էր թվում, քան ցանկացած խորհուրդ։ Բայց ժամանակի ընթացքում շատ փորձերից հետո ես հիմնարար բան գիտակցեցի։ Հակամարտության մեջ նրանք շահում են նրանց, ովքեր ավելի շատ հուզական վերահսկողություն ունեն, ոչ թե ով է խոսում ավելի բարձր, ոչ թե ով ունի լավագույն փաստարկները, բայց ով կարող է հանգիստ պահել։ Ահա հարցը։ Եվ ինչպես տեղում տեղադրել ինչ-որ մեկին, առանց նույն մակարդակի ընկնելու, լուծումը ավելի պարզ է, քան թվում է, գոյություն ունի մեկ հարց, որը խանգարում է որևէ մեկին, կարևոր չէ դու ամբարտավան շեֆ ես, աղմկոտ հարևան կամ այն հարազատը, ով սիրում է սադրանքներ, այն աշխատում է որևէ մեկի հետ, անկախ կրթությունից, սոցիալական դիրքից կամ խառնվածքից, ես արդեն փորձարկել եմ այս հարցը տասնյակ անգամներ, տարբեր իրավիճակներում, եւ արդյունքը միշտ նույնն է, մյուսը գործողությունից դուրս չէ։ Դուք պետք է հետաքրքրասեր լինեք իմանալ, թե որն է այս հարցն, այնպես չէ, բայց ես հիմա չեմ բացահայտի, եթե ես այսպես ասեի, հանկարծ դու պարզապես գլուխս պտտեցիր, հետաքրքիր կգտնես եւ շարժվի, իմ նպատակն այն է, որ դուք հասկանում եք դրա հետևում եղած մեխանիզմը, որպեսզի հաջորդ անգամ ինչ-որ մեկը փորձի ձեզ գայթակղեցնել, ձեր առաջին ազդակը չեղյալ համարելն է։ Սա մոգություն չէ, այն մաքուր հոգեբանություն է, Թալմուդի Sages ասած։ Հարցրեք ճիշտ հարցը, եւ պատասխանի կեսը արդեն տրված է, խորամանկությունը խելացի լինելու մեջ չէ, բայց մյուսի խաղի մեջ չմտնելով, ես հիշում եմ իմ երիտասարդության դրվագը։ Ես փողոցում էի եւ որոշ ընկերներս, երբ ավագ տղան սկսեց մեզ հուզել, բոլորը ընկան ծուղակի մեջ։ Ոմանք արդարացան, մյուսները նյարդայնացան, ոմանք նույնիսկ բղավեցին, նա պարզապես ժպտաց, քանի որ դա հենց այն է, ինչ նա ուզում էր։ Տեսեք, որ կորցրել ենք մեզ սեփական հույզերի մեջ, այդ ժամանակ իմ պապը, ով անցնում էր, թողարկեց մի արտահայտություն, որը ես երբեք գլուխից դուրս չեմ եկել։ Ով է սկսում առաջին հերթին վիճել, այն ժամանակ ես չէի հասկանում դրա խորությունը, բայց կյանքը ցույց տվեց ինձ, որ դա բացարձակապես ճիշտ էր։ Հարցը, որի հետ կկիսվեմ ձեզ հետ, հատակը վերցնում եք ցանկացած քննարկումից, նրանք, ովքեր ցանկանում էին հարվածել ձեզ, անիմաստ են, քանի որ նրանք ակնկալում էին բղավում, հիմնավորումներ, հույզեր մաշկի վրա, եւ փոխարենը ստանում են մի հարց, որը հեշտ պատասխան չունի, քանի անգամ կռվից հետո դուք չէիք մտածում. Օ, եթե ես կարողանայի վերադառնալ եւ հանգիստ պատասխանել, դե, սա է այն գործիքը, որը ձեզ կխնայի այս ափսոսանքով։ Գիտեմ, որ դուք ակնկալում եք իմանալ այս հարցը, բայց ինչպես բոլոր իրական իմաստությունը, դա համբերություն է պահանջում, նախ պետք է հասկանալ, թե ինչու է վիճումը միշտ ծուղակ, այնուհետև ես ցույց կտամ, թե ինչպես է այս հարցը գործնականում գործում։ Իրական օրինակներով, միայն դրանից հետո կզգաք ձեր իրական ուժը, դա պարզապես խորհուրդ չէ։ Դա դաս է, որը կարող է փրկել ձեր նյարդերը, ձեր ժամանակը եւ նույնիսկ ձեր հարաբերությունները։ Հիմա եկեք գործի անցնենք։ Ինչպես է այս հարցը ապամոնտաժում ցանկացած կոնֆլիկտ առանց մեկ քննարկման, ահա գաղտնիքը։ Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ ծիծաղել, փոխարենը պայքար մտնելու փոխարեն, պարզապես հարցրեք. Բայց ո՞րն է ձեր ասելու համար, այն հնչում է հիմնական, բայց դա հանճար է, պատկերացրեք տեսարանը։ Փեսոն սկսում է հարձակվել ձեզ վրա, սպասելով, որ դուք ինքներդ պաշտպանվեք, բղավեք, համբերություն կորցրեք, փոխարենը, դուք հանգիստ նայում եք նրա աչքերին եւ հարցրեք այդ հարցին, արդյունքն անհապաղ է, մյուսը ապակայունացնում է իրեն, քանի որ խորը, նա հաստատ չգիտի, թե ինչու է դա ասում։ Մարդիկ վիճում են տարբեր պատճառներով։ Ոմանք ցանկանում են ավելի բարձր զգալ, մյուսները պարզապես պետք է զեղչեն զայրույթը, կան իրենց սեփական էգոն կերակրողներ, բայց բոլորը ակնկալում են արձագանք, երբ դուք նրանց չեք տալիս այն, ինչ ցանկանում են, հակամարտությունը կորցնում է ուժը։ Ես ձեզ կասեմ որոշ պատմություններ, որպեսզի տեսնեք, թե ինչպես է այս գործում։ Առաջին իրավիճակը։
Շեֆը, երբ նա ավելի երիտասարդ էր, նա աշխատել է խելացի մարդու համար, բայց ով սիրում էր իշխանություն ցուցադրել, մի օր նա հավաքեց թիմը և սկսեց քննադատել. Ինչու ես այդքան դանդաղ, ինչու լավ չես աշխատում, բոլորը լռեցին, ոմանք իջեցրեցին գլուխները, մյուսները փորձեցին արդարացնել իրենց, բայց ես նայեցի և հարցրեցի. Ներեցեք, բայց ո՞րն է հիմա դա ասելու ձեր մտադրությունը, նա լռեց, բառացիորեն խոսեք, քանի որ ձեր նպատակը պարզապես հուսախաբության զեղչումն էր և մեզ մեղավոր դարձնելու համար, իմ հարցը զարմացրեց նրան, և խոսակցությունը կատարեց ևս մեկ ուղղություն. Մենք սկսեցինք քննարկել ռիթմը բարելավելու լուծումներ։ Երկրորդ իրավիճակը։ Հարևանը, մի տղա կար, ով սիրում էր գիշերներս աղմուկ բարձրացնել, ես մի քանի անգամ զրուցել էի նրա հետ, և պատասխանը միշտ ագրեսիվ էր։ Այսպիսով, դա իմ տունն է, ես անում եմ այն, ինչ ուզում եմ, այս անգամ վիճելու փոխարեն, ես հարցրեցի։ Նա շփոթված էր, թեքեց նման բան, որովհետև ես չեմ սիրում ուղարկել ինձ, հետո ասացի. Այսպիսով, մենք այսպես ենք դասավորվում։ Պատրաստ, հակամարտությունն ավարտվեց, և մենք համաձայնության եկանք։ Երրորդ իրավիճակը։ Ընտանիք, և ահա ամենակարևորը։ Այս հարցը նաև աշխատում է տանը, որտեղ բախումները հաճախ ցավոտ են, ընտանեկան ճաշի կապակցությամբ, մի քանի դոզաներից հետո մի քանի դոզան սկսեց ինձ թալանել։ Միշտ մտածում ես, որ դու ամեն ինչ գիտես, փոխանակ վրեժ խնդրելու, ես կարող էի հարցնել։ Ինձ վիրավորելու կամ վիճելու փոխարեն, ես հարցրեցի. Եվ ինչու եք դա ասում, լռություն, ամբողջ ընտանիքը լռեց, քանի որ բոլորը ակնկալում էին բղավոցներ, սկանդալ, աղմուկ, բայց մարդը չգիտեր ինչ պատասխանել, նա մի քանի վայրկյան լռեց և փոխեց թեման, այս պահին ես հասկացա, որ ուժը չպետք է ապացուցի, որ ճիշտ եք, ուժը միմյանց համար տեղ է տալիս, իրենց խոսքերի մասին արտացոլելու համար։ Ինչու է այս աշխատանքը, քանի որ այս հարցը չի հարձակվում բառերի վրա, բայց դրանց հետևում մտադրությունը, դուք չեք վիճում, եթե նա ճիշտ է կամ սխալ, դա չի մտնում փաստերի ճակատամարտ, դուք խորանում եք։ Հարցը մղում է, և ահա, երբ մարդկանց մեծամասնությունը կորչում է, քանի որ նրանք հաճախ չգիտեն, թե ինչու են վիճում։ Դա նման է շախմատի խաղի, մարդը կարծում է, որ նա կտևի ձեզ, և դուք հանկարծ կդարձնեք տախտակը, նա կատվածահար է, ինչ հիմա ես անում, ինչ է սա բերում ձեր կյանքին։ Էներգախնայողություն, դուք նյարդերը չեք ծախսում դատարկ քննարկումների վրա։ Հարգանք, մարդիկ գիտակցում են, որ գիտեք, թե ինչպես վերահսկել իրենց և գալ այլ կերպ տեսնել ձեզ։ Իրավիճակի վերահսկում, դուք այլևս պատանդ չեք ուրիշների հույզերին։ Գիտեք, երբ ես փոքր էի, ես կարծում էի, որ խելացի եմ ապացուցում, որ ճիշտ էր, ժամանակի ընթացքում ես հասկացա։ Խելացի լինելն անհարկի հակամարտություններից խուսափելն է։ Եվ ահա ձեզ համար կարճ խորհրդատվություն։ Հաջորդ անգամ ինչ-որ մեկը փորձում է ձեզ գայթակղեցնել, մի պատասխանեք իմպուլսին, խոսեք մի խորքային տեսք, նայեք աչքին և հարցրեք, և ինչու եք դա ասում, հավատացեք ինձ, արդյունքը կզարմացնի ձեզ։ Դե իմ ընկեր, մենք տեսանք, թե ինչպես է այս հարցը գործում և համապատասխանում է իրական պատմություններ ձեզ հետ, բայց դա դեռ ավարտված չէ, վերջնական մասը բացակայում է, որտեղ ես կփակեմ ոսկե բանալով և թողնում եմ որոշ կարևոր արտացոլումներ, որպեսզի ձեզ կյանքի տանի։ Եկեք անկեղծ լինենք։ Կյանքը լի է այն մարդկանցով, ովքեր ցանկանում են հարվածել մեզ, գթալ։ Եվ եղեք ուղղակի ագրեսիա կամ պարզապես անուղղակի սարկազմ սադրանք, երբեմն դա նույնիսկ չարի կողմից չէ, դա պարզապես սովորություն է, քանի որ մարդը դատարկ է ներսում և կերակրում է ուրիշների հույզերի վրա։ True շմարիտ իմաստությունն այն չէ, որ թույլ չտա գողանալ իրենց խաղաղությունը։ Գոյություն ունի հրեական ասացվածքը. Եթե հիմարը քար է նետում ձեր մեջ, ապա պարտադիր չէ վերցնել ձեռքերով, դա հենց այն է, ինչ մենք իմացանք այստեղ։ Ինչպես չխանգարել այն քարերը, որոնք խաղում են մյուսները։ Եկեք հիշենք, թե ինչ ենք պարզում։ Քննարկումը միշտ կորուստ է, նույնիսկ եթե ճիշտ եք, կորցրեք էներգիան, ժամանակը և հանգստությունը։ Մի հարց արժե 1000 փաստարկ, և ինչու եք դա ասում, դա մարդուն ստիպում է միայնակ գանգրացնել։ Ուժը հանգստանում է, դուք մնում եք վերահսկողության մեջ, այլ ոչ թե որպես ուրիշների հույզերի զոհ։ Եթե դա պահեք հենց այդ մասին, դուք առաջ կլինեք մեծամասնությունից։ Բայց ես ուզում եմ ձեզ ևս մեկ բան տալ, մենք հաճախ մտածում ենք, որ իմաստությունը մեծ է, փիլիսոփայական, բարդ, իրականում իմաստությունը մանրամասների մեջ է։ Դա իմանալով, թե ինչպես փակվել, երբ կարող էի գոռալ։ Դա պարզ հարց է տալիս, երբ ժամեր է ծախսում ակնհայտը բացատրելու համար։ Դա արժանապատվությունն ու սիրտը մաքուր է պահում, նույնիսկ այն դեպքում, երբ ամեն ինչ կեղտոտ է։ Ես բավականաչափ ապրել եմ ասելու համար։
Կյանքում ամենաարժեքավորը փող չէ, կարգավիճակ կամ գիտելիքներ, հանգիստ և լույս մնալու ունակությունն է, անկախ հանգամանքներից, որովհետև մնացած ամեն ինչ կարող է կորչել և վերականգնվել, բայց ներքին խաղաղությունը երբ կորցրեց, շատ դժվար է վերականգնել։ Այսպիսով, ես կիսում եմ այս հրեական իմաստությունը, դա տեսություն չէ։ Դա գործնական է, այն աշխատում է ամեն օր, եթե սկսեք այս միակ հարցը կիրառել ձեր կյանքում, կտեսնեք, թե ինչպես են փոխվելու ձեր հարաբերությունները, ավելի քիչ հակասություններ, ավելի շատ հարգանք և ամենից առաջ, ավելի շատ հանգստություն ձեր ներսում։ Փակել, փոքր պատմություն, իմ ծանոթը նախկինում վիճում էր բոլորի հետ։ Տանը, կնոջ, աշխատանքի հետ, իր գործընկերների հետ, նույնիսկ իր երեխաների հետ, նա միշտ ցանկացել է ապացուցել, որ նա ճիշտ է, մինչև մի օր նա գիտակցեց. Ես ճիշտ չեմ, բայց ես ավելի երջանիկ չեմ, դա այն դեպքում, երբ դուք զգացել եք այս մեթոդը դադարեք վիճել և հարցնել հարցը, նա ասաց ինձ. Հիմա ուզում եմ, որ դուք մտածեք. Քանի անգամ անցած շաբաթ որևէ մեկը փորձեց ձեզ գցել, քանի անգամ եք զգացել պայթել, վիճել, ապացուցել ձեր տեսակետը, պատկերացրեք, եթե այս իրավիճակներում դուք օգտագործել եք միայն մեկ հարց. Եվ ինչու եք դա ասում, մտածեք այն մասին, թե քանի նյարդեր կփրկեին, թե որքան էներգիա կլիներ, թե իրականում ինչն է կարևոր, քանի հակամարտություն չէին սկսելու։ Հետևաբար, իմ խորհուրդը հետևյալն է, փորձեք, այսօր, վաղը, առաջիկա օրերին, փորձարկուն գործնականում, հետո եկեք ինձ ասեք մեկնաբանություններում, թե ինչպես էր դա։ Եվ եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, եթե ուզում եք շարունակել սովորել հասարակ, բայց հզոր գաղտնիքները հրեական իմաստությունից, բաժանորդագրվեք ալիքին, այստեղ կգտնեք ավելի շատ պատմություններ, ավելի շատ գործնական խորհուրդներ, ավելի հանգիստ, ավելի իմաստություն և ավելի երջանկություն ապրելու համար, որովհետև մեր ավանդույթում միշտ ասվել է, խոսքը ականջների համար զարդարանք չէ, դա կյանքի համար գործիք է։ Եվ ես ուզում եմ, որ դուք ձեռքի տակ ունենաք այդ գործիքները։ Շնորհակալ եմ այստեղ գալու համար, հոգ տանել ձեր սրտի մասին, հոգ տանել ձեր նյարդերի մասին և հիշեք. Մի հարց կարող է փոխել ոչ միայն ուրիշների խոսքերը, այլև ձեր սեփական կյանքը։ Եվ իհարկե, մի մոռացեք բաժանորդագրվել, քանի որ ես դեռ շատ գաղտնիք ունեմ ձեզ հետ կիսելու համար։